Ես արդեն 60 օր է ինչ շաքար ու խմոր չեմ ուտում, բայց փոխարենը ինձ համար պատրաստում եւ ուտում եմ այսպիսի համեղություններ, որի բաղադրատոմսով մեծագույն սիրով քիչ հետո կկիսվեմ նաեւ ձեզ հետ։ Այս թխվածքակոնֆետային բատոնչիկները հրաշալի կերպով հագեցնում են քաղցրի պահանջը, ու եթե դուք ուզում եք հրաժարվել շաքարից, բայց միևնույն ժամանակ չեք ուզում հրաժարվել քաղցրով սուրճը վայելելու հաճույքից, ապա կարող եք պատրաստել եւ ձեր սուրճը իսկապես վայելել թե քաղցրով, թե համեղությամբ։ Ասեմ, որ այս ձողիկները ոչ միայն շատ համեղ են, այլ նաև շատ հագեցնող են եւ ընդամենը մեկ հատը բավարար է, որպեսզի դուք հագենաք ու ձեզ լավ զգաք եւ ձեր տրամադրությունը բարձրանա։ Էնպես որ իմ բարի խորհուրդը ձեզ անպայման դուք եւս պատրաստեք, որովհետեւ թե պատրաստման ընթացքն է հաճելի, թե ուտելու ընթացքն է հաճելի, բացի դրանից դուք ձեզ լավ կզգաք, որ ձեր օրգանիզմին հաճոյանում եք, համեղ ու առողջ բան եք ուտում ու չեք վնասում ինքներդ ձեզ, ինչը ինքնախնամքի հրաշալի տարբերակ է։ Պատրաստում ենք ընկուզակոնֆետային բատոնչիկներ։ Մեզ անհրաժեշտ է 150 գրամ նուշ, 100 գրամ ընկույզ, 150 գրամ երկար եփման վարսակի փաթիլներ, 4 ճաշի գդալ մեղր, 1 հասած բանան, 2 ճաշի գդալ կակաո, 1 ճաշի գդալ լուծվող սուրճ, 1 ճաշի գդալ դարչին եւ վանիլ։ Կոտորակիչով ընկուզեղենը մանրացնում ենք, վարսակի փաթիլների հետ մի փոքր բովում ջեռոցում, այդ ընթացքում բանանը խյուս ենք դարձնում, ավելացնում ենք կակաոն, սուրճը, դարչինն ու վանիլը, ապա լցնում ենք մեղրը եւ խառնում։ Հետո ավելացնում ենք բոված ընկուզեղենն ու վարսակի փաթիլները, կրկին խառնում ենք ու լցնում ձևամանների մեջ եւ ջեռոցում 190 աստիճանի տակ թխում 15 րոպե։ Թողնում ենք մի քիչ հովանա, հանում ենք ձևամաններից եւ վերջ։ Թխվածքակոնֆետային համեղությունը պատրաստ է։ Կարող եք վայելել։ Մեկնաբանության հատվածում անպայման գրեք արդյոք հավանեցիք բաղադրատոմսը եւ կպատրաստեք թե ոչ։ Իսկ ես վայելեմ իմ ձողիկները, որպեսզի այն դառնա վարակիչ ու դուք էլ անպայման գնաք ու պատրաստեք։ Կրթկրթան, ընկուզային, շոկոլադային մի խոսքով, մի հրաշք, մի համեղություն, այնպես որ անպայման գնացեք ու դուք էլ պատրաստեք։ Առողջ ապրել ինքնախնամք է, խաղաղ ապրելը բարեկեցություն, միտքդ բաց պահիր, ապրիր սիրո մեջ, հոգ տար քո մասին